Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է, բարև ձեզ։ Թողարկումը սկսում ենք պաշտոնական լրահոսով։ Այսպես, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+ Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2011 թվականի զեկույցն ու անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված 3-րդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։ Նիստին Հայաստանի պաշտպանական և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ներկայացրել է անվտանգության բնագավառում և պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները։ Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարևորության և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նախորդ շրջափուլի արդյունավետության մասին, Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է, որ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2-րդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր։ Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը։ Նախարարի հավաստմամբ Հայաստանն ավելացրել է իր ներդրումը Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում, Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետևազորի 5 հրահանգիչներ։ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ են ունեցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, անդամ երկրների շուրջ 1 տասնյակ ներկայացուցիչներ։ Բանախոսները բարձր են գնահատել անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին։ Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին։ Նշենք նաև, որ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։ Իսկ այժմ ևս մեկ լուր պաշտոնական լրահոսից։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 29-ին ընդունել է սպառնալիքների նվազեցման և արտահանման վերահսկողության հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էն Գենզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկողությանն առնչվող հարցեր։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր վաղ առավոտյան տոնական բարձր տրամադրություն էր տիրում Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Իրենց ուսումն ավարտել և այսօր սպայական վկայականներ են ստացել 308 շրջանավարտներ։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ղեկավար կազմը, շրջանավարտների ծնողներ ու հարազատներ և այլ հյուրեր։ Հայտնի իրողություն է, երկիրն ուժեղ ու հզոր է նաև իր բանակով, իսկ բանակն առավել մարտունակ է իր սպայական կազմով, որը յուրաքանչյուր բանակի ողնաշարն է, և որի մասնագիտական պատրաստվածությամբ մարդկային ու բարոյական նկարագրով է պայմանավորված զորքերի մարտական կարողությունները։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հերթական թողարկման կապակցությամբ կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում բանակի բարձրաստիճան ղեկավարությունը նորընծալ լեյտենանտներին հանձնեց սպայական վկայականները։ Շրջանավարտների ձայնի մեջ հուզմունքի երանգներ կային ու հպարտության զգացում, չէ՞ որ նրանք ընտրել են հայրենիքի պաշտպանի պատվավոր ու դժվարին ճանապարհը, եւ այս պահը դառնալու է նրանց կյանքի ամենահիշարժան դրվագներից մեկը։ 4 տարի մենք հպարտորեն գրում էինք սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը գրող ռազմաուսումնական հաստատության սաները լինելու պատիվը։ Իսկ այսօր գտնապատվում է մեր հպարտությունը։ Մեծ վաղ է վիճակում դառնալու մեր անկախ պետության լեզուկ ազգային բանակի սպա։ Սպաների պատրաստման գլխավոր դարբնոցն իր գործունեության ընթացքում ազգային բանակը մշտապես համալրել է բանիմաց կամային հատկանիշներով օժտված վճռականությամբ լեցուն եւ իրենց գործին լավագույնս տիրապետող հազարավոր մասնագետներով։ Եվ այսօր զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ ինստիտուտի մարտական դրոշին հրաժեշտ են տալիս հերթական շրջանավարտները։ Երբեք չմոռանաք, որ հայրենիքը ձեզանից շատ մեծ սպասելիքներ ունի։ Ուստի որտեղ էլ որ լինեք, ինչպիսին էլ լինի հայրենիքի հրամանը, պետք է պատվով կատարեք անմնացոր, գիտակցաբար եւ նվիրումով։ Սրանով բարձր կպահեք ոչ միայն ձեր, այլև ձեր հարազատ կրտոջատի պատիվը։
Օրեր անց այսօրվա շրջանավարտները սկսելու են իրենց որպես սպայի կենսագրության առաջին էջը, համալրելու են նրանց շարքերը, ովքեր աներեր եւ պատվախնդրորեն կանգնած են Հայաստանի սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովման առաջին գծում։ Գիտակցեք, որ սպայի մասնագիտությունը հերոսական է, ապառնացեք նրանով, եղեք ուժեղ ու հաջողակ բոլոր ձեռնարկումներում եւ հիշեք նաեւ, որ ձեզ հույսով ու հավատով են նայում ձեր ծնողները, ովքեր ձեզ սպայի մասնագիտություն ստանալու ուղարկելով անշուշտ ակնկալիք են ունեցել, որ մի օր կտեսնեն զինվորական բարձր պաշտոններում եւ հայրենիքի խիզախ պաշտպանի դերում։ Զինվորական տարբեր մասնագիտություններով զինված ուժերը համալրող մեր երիտասարդ սպաները ուսումնառության տարիներին ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ այսօր արժանապատվորեն մեկնում են սպայական իրենց առաջին քայլերն անելու, ծառայելու եւ գիտելիքներն ու նվիրումը փոխանցելու ենթականերին։ Համոզված եմ, որ դուք հաստատուն քայլերով կլրացնեք հայ զորավարների հայրուն համաստեղությունը։ Շարահրապարակում կուր շարքերով ու հանդիսավոր երթով անցնում են մեր շրջանավարտներն ու կուրսանտները, համակված ոգևորության ու հպարտության զգացումներով։ Համոզված ենք, որ ազգային բանակի սպայական շարքերը համալրած այս երիտասարդները հետագա ծառայության ընթացքում իրենց կդրսևորեն բացառապես դրական կողմերով եւ միշտ բարձր կպահեն հայ զորականի պատիվն ու բարի համբավը։ Բարի երթ ձեզ, հայոց բանակի նորընծած սպաներ։ Ընթացքի մեջ են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Այս շաբաթ էլ այդ աշխատանքների շրջանակում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների եւ մի շարք երկրապահ ջոկատների հրամանատարների հետ։ Արդեն շուրջ 2 ամիս է, ինչ մեկնարկել են Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին կայանալիք մեծ զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Զինված ուժերի հրամանատարությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա տոնին, որի ժամանակ բնականաբար ուշադրության կենտրոնում է լինելու հենց ազգային բանակը, որպես մեր հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավոր։ Եվ ահա հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը հյուրընկալել էր Արցախյան ազատամարտի մի խումբ մասնակիցների, որոնց հետ քննարկվեցին առաջիկա զորահանդեսին նրանց մասնակցությանն առնչվող հարցեր։ Նախատեսվում է, որ Արցախյան ազատամարտի մասնակիցներն առանձին շարասյունով հանդիսավոր երթով անցնելով առջևից կբացեն զորահանդեսը, խորհրդանշելով Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը եւ ազգային բանակի կազմավորումը։ Բացի դրանից հանդիպման ընթացքում քննարկվել են մասնակիցների քանակին, արտաքին տեսքին առնչվող տարաբնույթ հարցեր, ճշտվել է զորահանդեսին ազատամարտիկների շարասյան ձևավորման մանրամասները։ Հուլիսի 26-ին ուսումնական փուլի ամփոփիչ գործնական պարապմունքներ իրականացրին Մխիթար Հերացու անվան բժշկական պետական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները։ Ուսումնամարտավարական վարժանքների մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ուսումնական զորավարժանքից առաջ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մշակում են իրենց մարտավարությունը, որն առնչվում է մարտի դաշտից վիրավորների տարհանմանը։ Ուսումնական զորավարժանքի ընթացքում պայմանական գրոհի արդյունքում վիրավորված մարտիկներին առաջին բուժօգնություն են ցուցաբերելու կուրսանտները, գործնականում կիրառելով իրենց տեսական գիտելիքները։ Մեզ համար արդեն մեզ ստացած տեսական գիտելիքները եղան ավելի հիմնավոր եւ պատկերացումները ավելի մեծ մակարդակի վրա բարձրացան։ Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները նմանօրինակ գործնական պարապմունքներ անցկացնում են պարբերաբար։ Ամրապնդելով տեսական գիտելիքները նրանք հնարավորինս ծանոթանում են նաև պատերազմական իրավիճակին, զարգացնում արագ կողմնորոշվելու ունակությունը պատերազմի ժամանակ։ Չէ՞ որ այսպիսի իրավիճակներում բժիշկների ձեռքերում է վիրավոր մարտիկի կյանքը։ Մեր ռազմական բժիշկները սովորում են բժշկական օգնություն ցույց տալ ռազմի դաշտից մինչև ուրեմն հոսպիտալ եւ ամենաբարդ
գործողությունները ունակ են իրականացնել։ Ամեն դեպքում մենք այդպես ենք պատրաստում նրանց եւ ամեն դեպքում ես վստահ եմ, որ մեր ռազմական բժիշկները միշտ ի վիճակի են իրենց առջև դրած խնդիրները լուծել։ Որպես դիտորդ, որպես ղեկավար, որպես գնահատող, ասեմ, որ ամբողջ ընթացքը եւ պլանավորումը եւ ընթացքը կատարումը ժամանակի առումով եւ ֆունկցիաների առումով բոլորը ճիշտ էր եւ հաջողությամբ անցկացրեցին այս փոքրիկ զորավարժությունը։ Ասեմ, որ նման էլեմենտները մարտական պայմաններում հաճախակ են լինելու։ Եվ մեր խնդիրն է այսօր առավելագույնս մեր ապագա բժիշկներին մոտեցնել մարտական պայմաններում աշխատելու խնդիրներին, նրանց համակերպվածությանը առավել ընթացք տալու, որ հետագայում նրանք առավել հեշտությամբ ծառայեն զորամասերում։ Արտաշես Փարսադանյանը նաև ավելացրեց, որ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնական ծրագրերում որոշակի փոփոխություններ են կատարելու, որպեսզի նմանօրինակ գործնական պարապմունքների համար ավելի շատ ժամանակ հատկացնեն, քանի որ ինչ խոսք ավելի արդյունավետ է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական պարապմունքներով։ Քաղաքացիական վերահսկողության շրջանակում այս շաբաթ հերթական շրջայցով զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման մի շարք զորամասերում են եղել զինվոր հասարակական կազմակերպության անդամները։ Շրջայցի մանրամասները Հարություն Չակմիշյանի պատրաստած տեսանյութում։ Զինվոր հասարակական կազմակերպությունների համագործակցություն համակարգող խորհուրդը իր հերթական շրջայցը կատարեց Պաշտպանության նախարարության 3-րդ բանակային զորամիավորման գրեթե բոլոր զորամասերում։ Ինչպես նախորդ շրջայցերի ժամանակ, այս անգամ էլ առաքելությունը նույնն էր՝ հետևել զինվորի ծառայական պայմաններին, վերհանել թերությունները, հասկանալ դրանք առաջացնող պատճառներն ու գործնական քայլեր ձեռնարկել այն վերացնելու համար։ Համակարգող խորհրդի անդամները կազմակերպության ղեկավար Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ հատկապես մեծ ուշադրություն էին դարձնում զինվորների սննդի եւ կենցաղային պայմանների վրա։ Ստուգվեցին տրվող ճաշերի որակը, զորանոցների ընդհանուր վիճակը եւ կահավորումը, սպիտակեղենի ու զինվորի կենցաղի համար անհրաժեշտ պարագաների առկայությունը։ Կատարվեցին գրառումներ հետագա վերլուծությունների համար։ Համակարգող խորհուրդը բազմաթիվ դիմումներ ուներ եւ տեղում փորձեց դիմումները ճշտել հրամանատարական կազմի հետ, թե առողջության վերաբերյալ, թե սոցիալական խնդիրների, թե զորակոչի հետ կապված եւ մենք տեղում հրամանատարական կազմի հետ պարզեցինք, որ մի մասը հոդվածներ իրականության համապատասխանում են, դի հետազոտեն ԿՌԲ-ի նիստոպտի անցնեն եւ որոշվի նրանց սպիտանելիության հարցը, քանզի նրանք հետազոտվել են, բայց ոգեշնչել ապետ ծնողներին, որ իրական պատկերը իրենց որդիների ծառայության պիտանի են։ Խորհրդի անդամները այցելեցին նաև առաջին գիծ եղան հենակետերում ծանոթացան սահմանը պահող զինվորի բարոյահոգեբանական վիճակի եւ զինվոր-սպա փոխհարաբերությունների հետ։ Զինվորի օրը հագեցած է ծառայական տարբեր պարտականությունների կատարմամբ, մարտավարաշարային պարապմունքներ, տեսական ու գործնական դասընթացներ, զորավարժություններ։ Հատկապես քաղաքացիական կյանքը նոր թողած 18-ամյա պատանին մտովի շարունակում է կապված մնալ իր նախկին առօրյայի հետ, եւ որպիսի զինվորն իրեն լիովին կտրված չզգա հասարակությունից, համակարգող խորհուրդը իր հետ համերգային ծրագիր էր բերել։ Զորամասերում եւ առաջին գծում տրված համերգների ժամանակ հնչում էին հայրենասիրական երգեր, բռնվեց ավանդական կոչարին, ինչը եւս ոգեշնչող էր զինծառայողների համար, հատկապես այն տղաների, ովքեր ծառայություն են տանում առաջին գծի հենակետերում։ Համակարգող խորհրդի շրջայցը դատարկաձեռն չէր, ծառայության մեջ առավել աչքի ընկած զինվորներին հանձնվեցին ձեռքի ժամացույցներ եւ հուշանվեր բրոշուրներ։ Զորամասերի հրամանատարներից մի քանիսն էլ պարգևատրվեցին համակարգող խորհրդի զինվոր հայրենյաց մեդալով։ Շրջայցի նպատակը, որը լինելու է շարունակական, մեկն է՝ ապահովել զինվորի բարեկեցությունը, այն զինվորի, ում վստահել ենք մեր երկրի պաշտպանությունը։ Զինված ուժերում շարունակվում են ուսումնական երկրորդ կիսամյակի մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներն ու պարապմունքները։ Դրանց ընթացքը, ինչպես նաև զինանձնակազմի ծառայողական առօրյան լուսաբանելու նպատակով մեր նկարանոխում նորերս եղել է ազգային բանակի զորամասերից մեկում։ Զինծառայության առաջին իսկ օրերից նորակոչիկներն անցնում են բանակային կանոնակարգված առօրյայի։ Մեր այցելության օրը զորամասը համալրած նորակոչիկներին մարտական պատրաստության տեսական դասաժամերի շրջանակներում ներկայացվում էին Կալաշնիկով հրազենի կառուցվածքն ու կիրառման կարգը։ Հետևում են մնացել այն օրերը, երբ երիտասարդ մարտիկի պատրաստության դասընթացների շրջանակներում նրանք ուսումնասիրել են զինված ուժերի առօրյա գործունեությունը կարգավորող կանոնագրքերը, ծանոթացել են զինծառայողի պարտականություններին ու իրավունքներին։
Առջևում ամառային ուսումնական փուլի մարտական պատրաստության ծրագրով նախատեսված մարտավարամասնագիտական դասաժամերն են։ Զինծառայության առաջին իսկ օրերից ի թիվս պարտադիր ուսուցանվող այլ առարկաների նորակոչիկները յուրացնում են շարային քայլի հմտությունները։ Նորակոչիկներից ոմանք մինչ զինծառայության անցնելը ռազմագիտության դասաժամերի ընթացքում արդեն ձեռք են բերել որոշ փորձառություն եւ վարժ կատարում են առաջադրանքները, ոմանց ուսուցումն էլ հարկ է լինում սկսել զրոյական մակարդակից։ Երկամյա պարտադիր զինծառայության շրջանակներում ներառված պարտադիր ուսուցանվող առարկաներից է նաեւ ֆիզպատրաստությունը, որը եղել եւ մնում է զինծառայողի մարտական պատրաստության կարևորագույն գրավականներից մեկը։ Ահա թե ինչու այդ դասաժամերը կազմում են զինվորի ծառայողական առօրյայի անքակտելի մասը։ Ընդ որում դեռ 2 ամիս չկա, ինչ նորակոչիկներից շատերը գտնվում են զորամասում։ Չնայած դրան պարբերաբար անցկացվող գործնական պարապմունքների արդյունքում նրանք այսօր արդեն զգալի առաջընթաց են արձանագրել ֆիզպատրաստության գործընթացում։ Իդեպ, ինչպես փաստում են նորակոչիկները, այս կարճ ժամանակահատվածն էլ բավական էր ընկալելու համար, որ զինծառայությունը ֆիզիկական կարողություններից զատ փոխում է նաև իրենց ներաշխարը, զարգացնելով կամային հատկանիշները, վստահություն հաղորդելով սեփական ուժերի նկատմամբ։ Իրողություններ, որոնք անշուշտ անհրաժեշտ են նաև քաղաքացիական կյանքի ընթացքում։ Սեփական անձի նկատմամբ պահանջկոտ լինելը, դիմասկուն լինելը, ինքնուրույն լինելը, զենքին տիրապետելը, կոփված լինելը, դա անշուշտ ամեն տղամարդու եւ նամանց իր ազգի արժանի քաղաքացուն անհրաժեշտ որակներ են։ Արեգը 2 ամիս է, ինչ զորակոչվել է ազգային բանակ։ Խոսելով իր առաջին տպավորությունների մասին, նա նկատում է, որ մինչ զինծառայության գալը բանակային կյանքի մասին լսել էր տարբեր, հաճախ իրարամերժ կարծիքներ եւ ասեկոսեներ։ Դրանց հակառակ զորամաս մուտք գործելու առաջին իսկ օրը բավարար էր հաճելի անակնկալի գալու համար։ Զինծառայողների միջև փոխհարաբերությունները շատ ավելի ընկերական էին, շատ ավելի հարգանքով լի էին միմյանց նկատմամբ, քան պատկերացնում էին մինչև այստեղ գալը։ Իսկ սպաների հետ փոխհարաբերությունները ընդհանրապես ոչ մի խնդիր մինչև այսօր չեմ ունեցել, եթե զինվորը իր պարտականությունների եւ իրավունքների սահմաններում ծառայում է, ընդհանրապես ոչ մի խնդիր չի կարող ծագել զինվորի եւ սպայի միջև, որովհետեւ սպաներն էլ այստեղ կարծես մեր ավակ ընկերները լինեն, ինչ որ միտեղ մեր խորհուրդ տվողները լինեն, ինչ որ միտեղ նամանավանդ առաջին օրերին, եւ անակնկալը այդ առումով շատ մեծ էր եւ շատ դրական լիցք հաղորդեց եւ ծառայելու համար հետագայում շատ օգնեց։ Արեգը որպես դրական փաստ է մատնանշում այն, որ ուսումնական դասընթացների ու պարապմունքների բովում զինծառայողը շարունակ թրծվում է ձեռք բերում զինվորական մասնագիտություն։ Զորամասում քաջ գիտակցում են, որ հակառակորդի հնարավոր ոտնձգությանը հակազդող միակ զսպաշապիկը հայկական զինված ուժերի մարտական պատրաստության բարձր աստիճանն է։ Ըստ այդմ զորամասի հրամանատարի տեղակալ Գագիկ Մելոյանը, շարունակելով Արեգի միտքը, նկատում է, որ յուրաքանչյուրի պարտքն է ընթացիկ ուսումնական փուլի շրջանակներում անցկացվող դասընթացները ծառայեցնել ազգային բանակի մարտունակության հետագա բարձրացմանը։ Զորամասի հրամանատարությունը ստեղծել է բոլոր պայմանները, որ պարապմունքները անցկացնենք բարձր մակարդակով, եւ ես վստահ եմ, որ զորամասը տարվա վերջ ցուցաբերի բարձր արդյունքներ։ Հրամանատարի տեղակալի հավաստմամբ, չնայած նրան, որ ուսումնական փուլը դեռ նոր է մեկնարկել, այդուհանդերձ այսօր արդեն դրվում են տարեվերջյան քննությունների ընդհանուր գնահատականի հիմքերը։ Գնահատական, որը եւ ուսումնական փուլի ավարտին արտացոլելու է զորամասի մարտական պատրաստության օբյեկտիվ աստիճանն ու ստորաբաժանման օղակների փոխհամագործակցության արդյունավետությունը։ Այս օրերին ազգային բանակի զորամասերում տեղի են ունենում 2011 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների երթման արարողությունները։ Անցյալ շաբաթ էլ մեր նկարանող խումբը ներկա էր զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում կայացած երթման արարողության արդիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Հուլիսի 24-ին զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում տոնական տրամադրություն էր տիրում։ Զորակոչի ընթացքում զորամասի ստորաբաժանումները համալրած հայրենիքի նորօրյա պաշտպանների զինվորական երթումն ընդունելու կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները շնորհավորեցին նորակոչիկներին, մաղթեցին արգասաբեր ծառայություն եւ բարի վերադարձ։ Զորամասի մարտական դրոշի դուրսբերման եւ ստորաբաժանումների հանդիսավոր երթից հետո շարահրապարակում ցուցադրական պարապմունքներով ելույթ ունեցան հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները։
Միջոցառումն էլ եզրափակվեց զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության կողմից կազմակերպված համերգային ծրագրով, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները կատարեցին ռազմահայրենասիրական երգեր, առավել բարձրացնելով թե զինվորների, թե սպայական անձնակազմի տրամադրությունը։ Ապրիր եւ հիշիր, այս խորագիրն է կրում մեր հաջորդ տեսանյութը, որն անդրադարձ է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ Ռուբեն Եղոյանի կյանքին ու մարտական ուղուն։ Նշենք, որ Ռուբեն Եղոյանը նախկին հոկտեմբերյան քաղաքի առաջին կամավորական ջոկատների հիմնադիրն էր ու գլխավոր հրամանատարը։ Շրջիր Հայաստանով, լսիր ժողովրդի պատերազմի ու խաղաղության տարիների մասին հյուսած պատմությունները։ Խոսիր նրանց հետ ու կտեսնես, որ չկա մի այնպիսի ընտանիք, մի այնպիսի տուն, որ չի մասնակցել Արցախյան ազատամարտին, չի պայքարել արդարացի իրավունքի վերականգնման համար։ Արմավիր քաղաքի այս փողոցն էլ կրում է ազատամարտիկ Ռուբեն Եղոյանի անունը։ Նա այստեղ է ծնվել ու հասակ առել, այս տանն է անցկացրել մանկությունն ու այս տան անկյուններում է պահել իր երազանքները։ Ռուբենն ինքնաթիռներ էր նախագծում, մեխանիկ կոնստրուկտոր էր, մեծ երազանքներ ուներ։ Թամարա մայրիկն ամեն անգամ դողդողալով է մտնում որդու սենյակ, կանգնում նրա գրասեղանի մոտ ու որդուն անընդհատ հիշեցնող իրերին նայում։ Փայտը որդու ձեռքերում ցանկացած տեսք կարող էր ստանալ, լուսամփոփն ու այլ իրեր նա է պատրաստել։ Շնորհակալում որ ինքը զենք էր պատրաստում իր կոնստրուկցիայով, փայտից էր սարքում, հետո դասեց արտիճից։ Ռուբենը շատ ու շատ հայ հերոսների պես իր երազանքով էր ապրում, ապագայի ծրագրեր մշակում ու արտերկրում ուսման մասին մտածում, երբ երկիրը ցնցվեց պատերազմի կոչից։ Ռուբենն ազգի այն նվիրյալներից էր, ով արհավիրքի պահին մոռացավ սեփական եսն ու անտեսեց բոլոր երազանքները։ Նա նախկին հոկտեմբերյանի առաջին երկրապահ կամավորական ջոկատների հիմնադիրն ու գլխավոր հրամանատարն էր, առաջին այն քաջերից, որ մասնակցեց շրջանի մարտական խմբերի ու ջոկատների կազմավորմանը, կամավորականների մարզմանն ու զինմանը։ Իր աշխատավայրում հիմնել էր ինքնաշեն ռումբերի, սրերի, ականների արտադրություն ու զինում էր նաև այլ խմբերի մարտիկներին։ Ռուբեն Եղոյանն իր ջոկատով մասնակցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանական ու ազատագրական մարտերին, պայքարել ու վտանգել սեփական կյանքը, փրկել ու պաշտպանել խաղաղ բնակիչներին։ Նա Արցախ էր մեկնել իր արծիվ 13 ջոկատով, որը կազմված էր Արմավիրի կամավորականներից։ Մարտակերտի շրջանի սակավաթիվ պաշտպաններին օգնության էր նետվել Վազգեն Սարգսյանի մարտակոչից հետո։ Ինքը զենքի մենակ մարդ էր, գաղափարի մարդ էր, սկզբունքային մարդ էր։ Նրան ոչ ոք չէր կարող կանգնեցնել։ Եթե որոշել էր, ուրեմն պետք է գնար։ Ու այդպես էլ եղբայրներն էր հետը տան։ Ռուբենի գաղափարական ու քաղաքական խորաթափանցությունը, նրա անսպառ եռանդն ու կազմակերպչական ունակությունները նպատակաուղղված էին Հայաստանում անկախության եւ ազատության հաստատմանը։ Դեռ փոքր հասակից ինքը ցկտում էր անկախություն, ազատություն, հայրենի, նույնիսկ իր այդ հասակագից ընկերները չէին հասկանում այդ ժամանակ անկախություն ինչ է, բայց ինքն արդեն գաղափարում էր դրանից։ Երբ որ անկախությունը հաստատվեց, ես նրան այդ հասակի նրան այդքան ուրախ չէի տեսել։ Ինչ ուրախությունով, ինչ երջանկությամբ դու մտավ։ Հայրիկ ասեց, անկախությունը հաստատվեց։ Հիմա արդեն պետք է պաշտպանենք։ Իրենց ազգակիցներից, բարեկամներից ու մտերիմներից էր կազմված Ռուբենի ջոկատը։ Նրա երկու կրտսեր եղբայրներն էլ ջոկատում էին, կռվում էին եղբոր կողքին։ Եվ ավակ եղբայր էր, եւ հրամանատար էր, եւ առաջնորդ էր, որտեվ գիտեր, որ նա քեզ ճանապարհի, սխալ ճանապարհի չի դրին։ Մենք մշտական աղթուն ենք եղել, ու զգացել ենք, որ ամեն ինչ կա դրա մեջ, եթե պատերազմա, պայքարը, նշանակում է զոհել կլինի, կորուստել կլինի, դրա հետ պետք է հարմարես։ Այսօր Թամարա մայրիկը որդիների շքանշանները, պատվոգրերն ու շնորհակալագրերը միասին է պահում, որպես ամենաթանկ ուժ։ Ռուբեն պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Մայրն այժմ հպարտությամբ է նայում դրանց, ու որքան էլ ծանր է կորուստը, բայց ինքն իրեն մխիթարում է ու տարիների խորքից վեր հիշում պատմությունները։ Որդու անունով իր դպրոցն ու փողոցն են անվանակոչել, տեղացիները երգեր են գրել ու պարծանքով են հիշում իրենց շրջանի ու ազգի հերոսին՝ Ռուբեն Եղոյանին։ Անցալի հերոս արմավիրցի, քեզանով հպարտենք այսօր, դու քո էությամբ հայեցի, քաջարի անպարտ ու հզոր,
մարդիկ հայ ազգի, անձնվեր մարդիկ հայ ազգի։ Այժմ մտավորականը եւ բանակը խորագրի ներքո ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մտորումներն ու խոհերն ազգային բանակի ու զինծառայության շուրջ։ Ազգային բանակը պետք է լինի հզոր ու այդպես էլ կա։ Ազգային բանակը եթե չնի, էլ ինչ ազգ։ Բանակ չունենա ազգը կարող ազգ լինի, բայց ով պիտի պաշտպանի։ Մեր երեխեքը, մեր թոռները, մեր բալիկները պետք է լինենք կարգն այն, որ մեր երկիրը պաշտպանված մնա։ Ծառայությունը ընդհանրապես դաստիարակում ամոթում, կոփում է, դառնում է իսկական տղամարդ։ Ինչի համար են 17 տարեկանից տան, 17 թե 18 տարի, որտեղ նրա մարմինը դեռ զարգացած չի, թույլ է։ Դրա համար բանակ գնացող տղեն վերադառնում է նա հզոր ուժով։ 2 տարի ծառայելուց հետո նա բոլորն ուրիշ մարդ է վերադառնում, կազմակերպված, ձգված։ Առաջներում գիտեք ոնց է եղել, թագավորի տղեկին մի քանի տարով ուղարկել են նոտարություն, որ մարդ դառնա, որ կոփվի, հասկանա նեղություն, լենություն։ Դա համար բանակը շատ լավ բան է եւ բանակը ես շատ եմ սիրում։ Բանակը պետք է սրտով գնաս։ 41 թվի պատերազմին անչափահասները կամավոր էին գնում։ Եվ այս Ադրբեջանի պատերազմի ժամանակ էլ երեխեք են գնում, ես շատ երեխեք եմ տեսել, այդ անչափահաս հրացան մարը գնացել են, և զոհվել են, և են դարձել են։ Բանակը այն բանն է, որ պիտի գնաս քո ծնողներին պաշտպանես, քո քույրերին, քո մայրերին։ Բայց սա է բանակը, տղամարդ որ չլի այդ տան այդ տունը ինչ կլինի։ Տղաներ ջան, ես կարող եմ ասեմ թոռնիկներ, լավակներ, իմ ընկերների, երեխաների, բարեկամի, մեր հայ ժողովրդի երիտասարդներ, գիտեմ, որ շուտով 20 տարին է լրանում Հայաստանի բանակի տոնը, ես ուզում եմ շնորհավորեմ ձեզ, ձեր հոգու, ձեր սրտի, ձեր գաղափարի համար, եթե բաժակը լեր ձերս, ես հիմա ձեր կենացեք խմեի հաճույքով և սալդատներին, բանակայիներին ես շատ սիրում եմ։ Եղեք հզոր, ուժեղ, կայուն, պինդ, իրար հետ աղբոր նման, Աստծո հաջողությունը ձեզ հետ մատաղձես։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, վաղը կեսօրին հետևեք Զինուժի կիրակնօրյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ և մինչ նոր հանդիպում։